Բոլոր երեխաները ընտանիք ունենալու իրավունք ունեն։ Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել երեխայի հանդեպ բռնության դեմ պայքարի հայեցակարգի նախագծին։ Գերազանցիկները երկրի նախագահի նստավայրում բարձր առաջադիմությամբ 300-ից ավելի դպրոցականներ հյուրընկալվել են նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրում։ Հորթան կարմիրով գրված ավետարան, ինչու այն եկեղեցում չի պահվում, պատարագ Գաբաց համայնքում։ Տարվա ամփոփիչ եւ 80-ամյակի հոբելյանական համերգ Գյումրու Կարամուրզայի անվան պետական երաժշտական քոլեջում օրը տոնական է եղել։ Գյումրին լավագույնն է Հայաստանի Հանրապետության նախագահի 2014 թվականի լավագույն քաղաքային մարզական համայնք ստուգատեսում առաջին տեղը շնորհվել է Հանրապետության երկրորդ քաղաքին։ Օրվա տեղեկատվությամբ ազդարար լրատվականն է Ցայք մարզային հեռուստաընկերության ուղիղ եթերում բարև ձեզ։ Մոտ 1 տարի առաջ խորհրդարանում ստեղծվեց գազի ժամանակավոր հանձնաժողովը։ Այսօր տպավորություն կա, թե դրա գոյության մասին մոռացել են։ Դեռ 2013 թվականի նոյեմբեր ամսից, երբ խորհրդարանում քննարկվում էր այսպես գազի համաձայնագիրը, թեժ քննարկումներ սկսվեցին գազի սակագնի ձևավորման շուրջ։ Խնդիրն ուսումնասիրելու նպատակով նույնիսկ ժամանակավոր հանձնաժողով ստեղծվեց։ Այս հանձնաժողովը մեկ միջանկյալ զեկույց խորհրդարանին արդեն ներկայացրել է։ Մեկ անգամ էլ խորհրդարանը երկարաձգել է հանձնաժողովի գործունեության ժամկետը։ Այդ ժամկետը լրանում է այս տարվա ավարտին, ինչը նշանակում է, որ մինչև տարեվերջ լիագումար նիստի ընթացքում հանձնաժողովը պետք է պատգամավորներին ներկայացնել իր գործունեությունն ամփոփող եզրակացությունը։ Հերթական նստաշրջանը ավարտված է, արտահերթները նույնպես, բայց հանձնաժողովի եզրակացությունը այդպես էլ չներկայացվեց։ Ուշագրավ է, որ վարչապետը ընդդիմացել էր եզրակացությունը գործադիրի նախաձեռնած արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկելուն։ Խորհրդարանն էլ փաստորեն հարցը չկարողորոշ այնքան, որ այն ընդգրկեր իր իսկ նախաձեռնած արտահերթների օրակարգում։ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է 2014 թվականին նախարարության իրականացրած աշխատանքը։ Գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ խորհրդարանում մեծ աղմուկ բարձրացրած շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին օրենքի նախագիծը ազգային ժողովում է արդեն 1.5 տարի եւ ընդդիմախոս յուրաքանչյուր падգամավոր իր իրավասության շրջանակում հնարավորություն ուներ ներկայացնելու առաջարկություններ, ինչը չի արվել։ Նա այս ամենը համարել է ոչ այլ ինչքան ցեղ շպրտելու ցանկություն։ Նախարարը անդրադարձել է նաև ապօրինի շահագործվող հորերի փակման խնդրին։ Տարվա հաջողված բնապահպանական պայքարը ուղղված Արարատյան դաշտում խմելու ջրի վերականգնմանը։ Բնապահպանության նախարարության աշխատակիցները հաշվառում են իրականացրել 146 համայնքներում եւ փակել ապօրինի հորատանցքերը։ Արարատյան դաշտի արտեզյան ավազանում հաջողվել է խնայել 755 միլիոն խորանարդ մետր ջուր։ Ամենամեծ ջրամբարը դա Ախուրյանի ջրամբարն է, որում տեղակայվում է հիմնականում մինչև 525 միլիոն խորանարդ մետր ջուր։ Այսինքն մեր խնայողությունը, որ մենք իրականացրել ենք, դա 1.5 անգամ ավել է, քան ամենամեծ ջրամբարում տեղակայված ջրի պաշարը։ Սևանի մակերեսի բարձրացման, լճի մաքրման ու ձկնապաշարների վերականգնման գործը նախարարության համար նույնպես գերակա է եղել։ Եկող տարի, երբ նորոգվի Արփասևան թունելը, շատ ջուր կհոսի դեպի լիճ։ Նախարարը բնակիչներին կոչ է անում խնայողաբար եւ խղճով վերաբերվել ջրային ռեսուրսներին ու ձկնապաշարներին։ Սևանի առափնյա ջրերում 150 հեկտար մաքրման աշխատանքներ են իրականացվել։ Լճի ցանված ծառերն էլ օպտիմալ օգտագործելու եղանակ է մշակվել։ Թափոնները տեղակայում ենք Սևան ազգային տարածքում եւ նպատակ ունենք միջազգային դոնոր կազմակերպությունների հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ հաջորդ տարի մեզ մոտ ունենանք համապատասխան սարքավորումներ, դրանցից ուրեմն վառելափայտ բրիկետներ արտադրել։ Էներգակիրների թանկացումն ազդել է ծառահատումների վրա եւ բնապահպանության նախարարի հիմնական մտահոգությունն այս պահին տեսչական հսկողությամբ ու այլընտրանքային լուծումներ փնտրելով ծառահատումները կանխարգել է։ Եկող տարվա համար Արամայիս Գրիգորյանն առանձնացնում է փոքր հեկերի հսկողության խստացումը, ընդհուպ վարչական պատասխանատվություն։ Ամուլսարի եւ Թեղուտի հանքավայրերի շահագործման առնչությամբ նախարարն ասաց, որ դրա գործարկելիս հաշվի են առնվել թե բնակիչների բողոքները եւ թե հնարավոր բնապահպանական ռիսկերն ու տնտեսական օգուտները։
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանություն է տվել երեխայի հանդեպ բռնության դեմ պայքարի հայեցակարգի նախագծին և դրանից բխող միջոցառումների ցանկի նախագծին։ Որոշման ընդունումը պայմանավորված է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխմամբ և միտված է երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով և միջազգային փաստաթղթերով սահմանված պարտավորությունների կատարմանը։ 2014-ին Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության բաժինն իրականացրել է գրեթե բոլոր ծրագրերը։ 80 երեխա խնամքի տներից վերադարձել են ընտանիք, այս կերպ պաշտպանվել է երեխայի ընտանիքում ապրելու հիմնարար իրավունքը։ Մարզում այդ գործընթացը հնարավոր եղավ բավականին լավ իրականացնել նաև առավոտ ծրագրի շնորհիվ, քանի որ առավոտ ծրագրի և կառավարության միջև կնքված պայմանագրի համաձայն 25 երեխա վերադարձավ ընտանիք և կանխարգելվեց 25 երեխայի մուտքը հաստատություն։ Կառավարության իրականացրած ծրագրերի արդյունքում ամռանամիսներին 2600 երեխա կարողացել են անվճար հանգստանալ հանրապետության տարբեր վայրերում։ Բարելավվել են խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների պայմանները։ Այդ հաստատություններում կատարվել են նորոգումներ, նոր կառուցապատման աշխատանքներ, Թրջունյան տանը կառուցվել է խաղահրապարակ, թիվ 2 գիշերային խնամքի հաստատությունում ապահովել, նորոգվել է մարզադահլիճը, ապահովել գույքով, թիվ 1 գիշերային խնամքի հաստատությունում ննջարանային համալիրներն են նորոգվել։ Հատուկ մասնագիտացված մեկ հաստատությունում էլ երեխաների տանը կառուցվել է փակ լողավազան, այն հնարավորություն է տալու խնամքի առանձնահատուկ կարիք ունեցող փոքրիկների բուժման և վերականգնողական գործընթացներ իրականացնել առավել արդյունավետ։ Ըստ Լուսինե Գինոսյանի, բոլոր հաստատություններում ստեղծվել են ընտանեկանին մոտ միջավայր։ Ընթացիկ տարում ավելացել է ներառական կրթություն իրականացնող դպրոցների թիվը։ Ավելի վաղ այս համակարգը ներդրվել էր Գյումրու թիվ 7 դպրոցում և մինչ օրս իրականացվում է մեծ հաջողությամբ։ Շատ տպավորիչ թիվ ունենք ներառված երեխաները, շուրջ 91 երեխա։ Այդ թիվը գնալով աճում է, որովհետև դպրոցն ունի կառավարված աշխատասենյակներ լոգոպեդի, հոգեբանի, սոցմանկավարժի, հատուկ մանկավարժի, դաստիարակի։ Դպրոցն ունի թեկահարտակներ, դպրոցն ունի սկսած պետքարանից բոլոր հարմարությունները, որպեսզի այդ երեխան իրեն ավելի հարմար զգա դպրոցում։ Ներառական կրթություն իրականացնող դպրոցներում մասնագիտական կադրերի խնդիրներ չկան, ծագող հարցերը տեխնիկական են լինում, ասում է Լուսինե Գինոսյանը։ Երբեմն տեսողության և լսողության խնդիրներ ունեցող երեխաների համար անհրաժեշտ շատ սարքավորումներ, որոնք շատ թանկարժեք են, դեռևս այսօր ապահովված չեն, բայց այդ հարցերով էլ զբաղվում են դպրոցները, կան կազմակերպություններ, ովքեր աջակցում են, որպեսզի տեսողության և լսողության խնդիրներ ունեցող երեխաները նույնպես կարողանան ներառական կրթություն ստանալ։ Գյումրիում նաև լուծված է համարվում հանրակրթությունից խուսափող երեխաների խնդիրը։ Եթե նախկին տարիներին փողոցներում կարելի էր դպրոց չհաճախող շատ երեխաների տեսնել, այսօր պատկերն այլ է, ընդամենը ական չափահաս է հայտնաբերվել։ Այս պահին մենք աշխատում ենք 3 երեխայի հետ, 1 երեխա էլ հայտնաբերվեց հենց օրերս, և մենք փորձում ենք նրան նույնպես տեղավորել, որ 7 տարեկան է և դեռևս դպրոց չի հաճախում, խնդիրներ առողջական չունի։ Շիրակի մարզի գյուղերից է, Գյումրիից չէ, ծնողները տարբեր տեղեր են բնակվել, հայրը լքել է ընտանիքը և օրերս արդեն եզրակացությամբ նա նույնպես կտեղավորվի և հաստատություն կտեղավորվի, որովհետև շատ ծանր վիճակում գտնվող ընտանիք է և դպրոց կհաճախի։ Արմենու Հիմինեսյան, Խաչատուր Գևորգյան ազդարար։ Հերացի համալսարանական կլինիկայում բացվել է սիմուլյացիոն ուսումնական կենտրոն։ Բժշկական համալսարանի ուսանողները այսուհետ գործնական դասընթացներ կանցնեն սիմուլյացիոն սարքերի, էլեկտրոնային մուլյաժների վրա։ Դրանց միջոցով հնարավոր է ստեղծել ցանկացած կրիտիկական իրավիճակ, նոպաներ վերակենդանացման անհրաժեշտություն, իսկ ուսանողները հենց դրանց վրա կարող են բուժօգնության սկզբունքները կիրառել, սխալվել, հետո նորից փորձել։ Շտապ ռեանիմացիոն միջոցառումները։ Կուրսը տնային բացակայումա, ռեակցիան լուսյան դրկա, ծմենք ծետոկային ռեանիմացիոն։ Վերակենդանացման բրիգադն աշխատում է առավելագույն ճշգրտությամբ։ Էկրանին երևում են բժիշկների գործողությունների արդյունքները։ Բրիգադի ղեկավարը բարձրաձայնում է հիվանդի վիճակի մասին վայրկյան առ վայրկյան։ Ամեն ինչ այնպես, ինչպես իրականում է լինում, միայն թե մանեկենի օրինակով։ Դիմացի սենյակում էլ մանեկեն երեխա է ծնվում, դասախոսը բացատրում է բարդություններով եւ առանց բարդությունների ծննդաբերության հնարավոր ընթացքը։ Մենք ցույց էինք տալիս հղի կանանց ծննդաբերության ընթացքը։ Ունեինք ավելի պարզ մոդելի վարժասարքեր եւ բացատրում էինք, մենք ինքներս էինք բռնում մանեկենը, ասում էինք, տեսեք, կատարում է այս շարժումը, կատարում է այն շարժումը։ Բնականաբար
այս պարագայում սա ավելի տեսանելի է եւ ուսանելի։ Հերացի համալսարանական կլինիկայի սիմուլյացիոն ուսումնական կենտրոնի բացմանը ներկա էր Հանրապետության նախագահը։ Այստեղ ամեն ինչ բազմապրոֆիլ բժշկական կենտրոնի նման է, 16 բաժանմունք, 40 մանեկեն հիվանդ։ Կենտրոնը ստեղծվել է Կրթության եւ Գիտության նախարարության նախաձեռնությամբ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ։ Կրթության որակ եւ համապատասխանություն վարկային երկրորդ ծրագրով 10 բուհի հետ պայմանագիր է կնքվել նորարարական ծրագրեր իրականացնելու համար։ Բժշկական համալսարանն առաջինն է։ Առաջին հերթին կարելի ասել վերակենդանացում, ռեանիմացիա, հետո անեստեզիոլոգիա, հետագայում ուրեմն մանկաբարձություն եւ գինեկոլոգիա, թերապիայի տարբեր ուղղությունները, հատկապես թոքաբանություն եւ սրտաբանություն, ինչպես նաեւ ինտերվենցիոն սրտաբանություն, այստեղ կարող են սովորել, թե ինչպես է պետք ստենտավորել։ Դասախոսներն ասում են, որ սա ոչ միայն ցանկալի ծրագիր էր, այլև խիստ անհրաժեշտ։ Դա աբսոլյուտ անհրաժեշտություն է, որովհետև սկսել սովորել բավականին լուրջ միջամտություններ հիվանդի վրա, դա բավականին բարդ է եւ ոչ միշտ անվտանգ։ Գործնական հմտությունների զարգացմանը զուգահեռ սիմուլյացիոն կենտրոնը կնպաստի, որ իրական հիվանդներին օգնելիս պակասեն բժշկական սխալները։ 300-ից ավելի դպրոցականներ հյուրընկալվել են նախագահի նստավայրում, մեկնարկել են Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով ամենամյա միջոցառումները։ Ավանդական տոնական միջոցառման հյուրերն այս անգամ հանրակրթական դպրոցների բարձր առաջադիմություն ցուցաբերած աշակերտներն են։ Գերազանցիկները նախագահի նստավայրում առաջին անգամ են։ Տոնական միջոցառումներին կմասնակցեն նաև սահմանամերձ գյուղերի, զինծառայողների, զոհված ազատամարտիկների երեխաներն ու թոռնիկները։ Ձմեռ պապից առաջ մաղթանքներ են հղել նաև երեխաները։ Ամանորից առաջ լավագույն աշակերտներին շնորհավորել և բոլորից շուտ նվերներ է տվել ձմեռ պապը։ Ինչ գնահատականներով այս տարի փակեցիր։ 9-ներով։ Ես գերազանցիկ եմ սովորում, իմ ամեն առարկան 9 է։ 9-ներով։ Ես 10 գնահատականներ ունեմ և 9 ունեմ։ Սահմանամերձ գյուղերից ժամանած երեխաների համար կազմակերպված է լրացուցիչ մշակութային միջոցառումներ։ Նրանք կայցել են Երևանի պատմության և Հովհաննես Թումանյանի թանգարանները, ինչպես նաև կշրջեն Երևանի փողոցներով, կայցել են Հանրապետության հրապարակ և կտեսնեն գլխավոր եղևնին։ Բոլորը առողջին են, բոլոր մանուկները ինչ ուզեն իր մայրիկները և հայրիկները կատարեն իրենց ուզած բաները։ Մաղթում են ուրախություն, հաջողություն, լավ ամանունեշեն բոլորեն։ Իսկ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի նախաձեռնությամբ Ամանորի տոների առիթով դրամական աջակցություն է տրամադրվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մարտական գործողությունների ժամանակ զոհված ազատամարտիկների, զինվորական ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքների, հայրենական մեծ պատերազմի վետերանների և Հայաստանի Հանրապետության սահմանները պաշտպանելու, զինված ուժերում ծառայության ընթացքում առաջին խմբի հաշմանդամ դարձած անձանց։ Շուրջ 600 շահառու ընտանիքները գումարները ստանալու են տանը։ Ավանդական դարձած աջակցությունը մարզպետարանի աշխատակիցներից կազմված 20 աշխատանքային խմբերը անձամբ տեղ կհասցնեն։ Գումարների բաշխում արդեն սկսված է, գյուղական բնակավայրերում արդեն իսկ հատկացվել է, իսկ Գյումրիում աշխատանքները կավարտվեն առաջիկա 1-2 օրերի ընթացքում։ Դեկտեմբերի 21-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահվան ելքով դեպք է արձանագրվել։ Մահացել է զինծառայող 1990 թվականին ծնված Դավիթ Հրաչյայի Քոլոյանը։ Միջադեպի մանրամասները պարզելու համար քննություն է տարվում։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի պաշտպանության նախարարության կայքից։ Նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Դավիթ Քոլոյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։ Ոստիկանությունից ազատությանը փոխանցել են, որ անհայտ անձանց կողմից ազատամարտիկներ Սուրեն Սարգսյանի, Մանվել Եղիազարյանի և Ռազմիկ Պետրոսյանի ծեծի դեպքերի առիթով քրեական գործ չի հարուցվել։ Ոստիկանությունը նման որոշումներ է կայացրել դեկտեմբերի 20-ին հիմնվելով օրենքի այն դրույթի վրա, համաձայն որի քրեական գործ կարող է չհարուցվել բողոք չլինելու դեպքում։ Հիշեցնենք, որ ազատամարտիկների դաշինքի անդամ ազատամարտիկները մոտ 2 շաբաթ առաջ տեղի ունեցած դեպքերից հետո ոստիկանություն բողոք չէին ներկայացրել, հայտարարելով, թե չեն վստահում իրավապահներին։ Շարունակում ենք թողարկումը այս տարի Եվրախորհրդարանում
Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության խումբը։ Ավելի վաղ նման խմբեր ձևավորվել էին Ֆրանսիայի և Լիտվայի խորհրդարաններում։ Եվրախորհրդարանի փոխնախագահը վերահաստատել է Բրյուսելի պաշտոնական դիրքորոշումը։ Ղարաբաղյան բանակցությունների ֆորմատը Մինսկի խումբն է, լուծման միակ ճանապարհն էլ խաղաղությունը։ Եվրամիության համար գերլարված 2014-ի ավարտին Եվրախորհրդարանի փոխնախագահը Հայաստանում է։ Նա Լեհաստանից է, երկրից, որը Եվրամիության արևելյան գործընկերության ծրագրի համահիմնադիրն է։ Ռիշարդ Չառնեցկու խոսքով իրենք հասկանում են Հայաստանի աշխարհաքաղաքական իրավիճակը եւ ցանկանալով տեսնել հայ-եվրոպական գործակցության խորացում, միաժամանակ հարգանքով են վերաբերվում այլ համակարգերի հետ Հայաստանի ինտեգրմանն ու գործակցությանը։ Մենք հարգում ենք ձեր ընտրությունը Եվրասիական տնտեսական միությանը միանալու վերաբերյալ։ Հայաստանի սուվերեն որոշումներ։ Հուսով եմ, որ ապագայում Հայաստանը Եվրոպայի մաս կլինի, քանի որ ձեր երկիրը եվրոպական մշակութային եւ պատմական ժառանգություն ունի։ Ինչ կփոխվի Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում հունվարից հետո։ Եվրապաշտոնյան հայտարարում է, որ Բրյուսելը ցանկանում է խորացնել գործակցությունը Հայաստանի հետ։ Իմ եւ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի դիրքորոշումները նույնն են։ Մենք բաց ենք Հայաստանի հետ գործակցության ցանկացած առաջարկի համար։ Մենք լավ հարաբերություններ ունենք ձեր երկրի հետ, չնայած Եվրասիական տնտեսական միության անդամակցելու ձեր որոշմանը։ Եվրախորհրդարանի փոխնախագահը նաև Եվրանեստի բյուրոյի անդամ է։ Այս կառույցը արևելյան գործընկերության խորհրդարանական հարթակն է, որի հաջորդ նիստը կկայանա Հայաստանում։ Ավելի վաղ Ադրբեջանը հայտարարել էր, որ դրան չի մասնակցի։ Next March 2015 will be the summit of Euronest in Erevan. Մարտին Երևանում կկայանա Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի նիստը, որքան լսել եմ առանց Ադրբեջանի, բայց հիշում են, որ Բաքվում կայացած նիստին ձեր երկրի պատվիրակությունը ներկա էր։ Այս տարի Եվրախորհրդարանում ձևավորվեց Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության խումբը, ավելի վաղ նման խմբեր ձևավորվել էին Ֆրանսիայի և Լիտվայի խորհրդարաններում։ Եվրախորհրդարանի փոխնախագահը վերահաստատել է Բրյուսելի պաշտոնական դիրքորոշումը։ Ղարաբաղյան բանակցությունների ֆորմատը Մինսկի խմբի եռանախագահությունն է, լուծման միակ ճանապարհն էլ խաղաղ բանակցությունները։ Հայաստանը 2014 թվականին ամբողջացրեց ինտեգրումը Եվրասիական տնտեսական միությանը, 2015-ին սպասվում է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հստակեցում և նոր ձևաչափի ընտրություն։ Կարեն Բեկարյանի կարծիքով պես Եվրամիության հետ հարաբերությունների հիմք վերցվելու են ասոցացման համաձայնագրի ամբողջապես համաձայնեցված կետերը։ Արևմուտք Ռուսաստան հակամարտությունում կիրառվելու է ինտեգրումային մրցակցությունը ևս, հատկապես Միացյալ Նահանգները Ռուսաստանի Դաշնություն հարաբերություններում լարվածության թուլացման նախանշաններ չեն զգացվում։ Առճակատման գլխավոր թեման ուկրաինական ճգնաժամը ակտուալ է լինելու նաև 2015-ին։ Ռազմական գործողությունների թուլացումը և հարաբերական խաղաղությունը հույս է ներշնչում, որ պատժամիջոցների նոր փաթեթը չի գործարկվի։ Միացյալ Նահանգները և Ռուսաստանը կարող են հաշտվել սեփական դաշնակիցների միջնորդությամբ։ Մի կողմից Եվրամիության երկրների մեծ մասին, մյուս կողմից Բելարուսին և Ղազախստանին ձեռք չի տալիս աշխարհաքաղաքական այս վիճակը։ Հենց այս երկրների շահագրգռվածությունը կարող է որոշիչ դառնալ կոնսենսուսի հասնելու հարցում։ Չի կարելի մի կողմ դնել արձանագրված փաստը, նույն Եվրամիության կողմից արձանագրված փաստը, որ Հայաստանի Հանրապետությունը հաջողությամբ ավարտել էր ասոցիացիան համաձայնագրի բանակցությունները, պիտի ողջախոհությունը հաղթի, որովհետև սա այն գործընթացն է, որտեղ շահողներ չկան։ Կարող է մեկը մի քիչ ավելի է տուժում, մեկը ավելի քիչ է տուժում, բայց այդ ավելի շատն ու ավելի քիչն էլ կոմպենսացվում է շատ տարբեր այլ գործոնների հաշվին, հա։ Այսօրվանից մեկնարկել է դեպի Միացյալ Նահանգներ 10 տարի վավերականությամբ տուրիստական և գործնական վիզաների թողարկումը։ B տեսակի ոչ ներգաղթային վիզայի համար դիմաց հայերը կարող են ստանալ բազմակի մուտքի մինչև 10 տարի վավերականությամբ վիզաներ։ F, M կամ G տեսակի վիզաներ ստանալու իրավասություն ունեցող փոխանակման ծրագրերի մասնակիցներին և նրանց խնամքի տակ գտնվող անձանց էլ կտրվի բազմակի մուտքի մինչև 5 տարի վավերականությամբ վիզա։ Վճարումների չափը անփոփոխ է։ Ֆրանսիայի Դիժոն քաղաքում վարորդը իր մեքենայով մոտ կես ժամ շրջել է փողոցներով և Ալլահ Ակբար բացականչելով վրաերթի ենթարկել 11 անցորդի, նրանցից երկուսը ծանր վիճակում են, վարորդին կանգնեցնել հաջողվել է միայն ոստիկաններին։ Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ 40-ամյա տղամարդը հոգեպես անկայուն վիճակում է և վերջին շրջանում հոգեբուժարանում է եղել, իսկ ձերբակալվելիս նա հայտարարել է, թե պաշտպանում է պաղեստինցի երեխաների շահերը։ Կրկին տեղի նորություններից Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապայանի ձեռամբ Սուրբ Պատարագ է մատուցվել
Բաց համայնքում այն մատուցվել է գյուղի Սուրբ Գևորգի եկեղեցում, որը կառուցվել է 1987 թվականին։ Բազմիցս ենթարկվել է հարձակումների, Խորհրդային Միության տարիներին ծառայել է որպես պահեստ։ Հիմա եկեղեցին կանգուն է, բայց վերանորոգման կարիք ունի։ Մատուրը մատուրի մեջ, այսպես կարելի է նկարագրել Այգաբաց համայնքում գտնվող այս աղոթատեղին։ Ժայռերի տակ գտնվող կառույցը սրբատեղի է, աշխարհի բոլոր ծայրերից են գալիս այստեղ ուխտի։ Զորավոր է, սակայն ոչ թե տեղը, այլ մատուրում գտնվող Սուրբ Ավետարանը, որթան կարմիրով գրված ձեռագիր ավետարան, սա է գրքի մասին հիմնական տեղեկությունը։ Գիրքն ուսումնասիրելն ու արժեքավոր լինելու աստիճանը բացահայտելը գրեթե անհնար է։ Ամբողջ գյուղը մեկ մարդ դարձած արգելում է որևէ մեկին մոտենալ ու հպվել ավետարանին։ Գիրքը գկացե Ջարի մեջ եք դեպի կերտա հայացեք։ Նորից դեռ կերտան ես մեր յուղից մարդ կերին, հասակով մարդիկ կերին։ Яшիկ նոր ջարով գուկա այնիքս է աբրանք եղավ, լավ աբրանք ընձի, կամ լինի եղավ, սուրբ եղավ ընձի։ Բանանգոր կակրած այդ գիրքն է, այդ яшկի մեջ է։ Այդտեղ գարիբ դավիկ ենին, այնիքս ընձի, երաս գուկա։ Հենց սուրբ նոր այդտեղ է ծրպտեր էդեր են մեզ մարդեղը։ Կսե մի կրվի, կսե սուրպը թոմնա ես մարդը կանց։ Դեզե կուդամ դես պեշա իլանջուղ կսենք, բարնեն լավնարգը։ Նախկինում հենց այստեղ է բնակվել այն կինը, ում պապերն են գտել ավետարանը։ Գյուղաբնակներից մեկը երազ է տեսել, որ եթե խնամի ձեր կնոջը, գիրքը նաև դրա հետ կապված զորավոր հատկությունները կանցնեն վերջինիս։ Այդպես էլ լինում է, վերջինս գնում խնամում է ձեր կնոջը մահից հետո էլ շարունակում է նրա գործը, մարդկանց է բժշկում։ Թե ինչքան է այս պատմությունը իրական, դժվար է ասել, բայց անհերքելի է այն, որ աշխարհի բոլոր ծայրերից են գալիս նրա մոտ ու այնուհետ դրական արդյունքներից խոսում։ Բարեր չէ, աղոտ կենե, ինչ կենե։ Բարեր շիս է, ձերը գեսման դեն։ Շատ լավ, եղել է խոսքանը խոսել է։ Ասել նամոտ երեխաց ունեցող երեխա ունեցե։ Հա։ Քայլողը որոշ ժամանակ գնաց եկի քայլել է։ Բերեց։ Էս իրար հավատքով, մաքուր հավատքով եկա մեր սրբին։ Հիմի այդ երեխուն մադաղերեցին հավատքով, բան։ Շատ երեխան քելեգը, բայց դա ինքը չի թողնել, նագուշկամիկ դա։ Մեր աշկի տեսած է։ Երեք մատուր մեկը մեկի մեջ է գործում, յուրաքանչյուրն առանձին անվանում ունի։ Ավետարանը հենց դրանցից մեկում է դրված ու այնտեղ աշարժելու իրավունք միայն այդ մարդն ունի, ամբողջ գյուղն այս համոզմունքն ունի։ Եվ գրքի տերը, եւ մյուս գյուղաբնակներն արգելում են, որ ավետարանը տեղից շարժվի, ով այն վերցնի, խիստ կպատժվի։ Մետաղը մեգավ էդի կողսավ։ Այդ բանը գիրքը կողսավ։ Շուխուրն լավ հասան սազի արդերը դառնեցինք, այսպես բարարիչ երենք այդ տղին։ Մեր տղոնցն մեր գված արգեցին, սինք էլ մի զարգա առիպեզել էինք իրա տեղը։ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը պատարակ մատուցեց Այգաբացի եկեղեցում։ Եկեղեցին վերանորոգման կարիք ունի, սակայն ֆինանսական միջոցները թույլ չեն տալիս խոսքը գործի վերածելու։ Կախված է միջոցներից, եթե միջոց եղնի, ուրեմն առաջի անհրաժեշտությունը մեր եկեղեցին է, որովհետեւ վերանորոգենք կառուցենք։ Սրբազանի քարոզն այս անգամ այլ բնույթ կրեց։ Ծրագրված էր պատարակը հենց այդ ավետարանով անցկացնել, սակայն Սրբազանի առաջարկը երկրորդ անգամ մերժվեց։ Ամեն գյուղի արքայական պալատը եկեղեցին է, որտեղ նստում է երկնավոր թագավորը։ Եվ եթե երկնավոր թագավորի զորությանն ես հավատում եւ զորությանն ես ապավինում եւ զորությունը օգտագործում ես, ինչպես է որ այդ զորությանը չես վերադարձնում, այն գոնե ժամանակավոր չես վերադարձնում, ինչ որ այդ պալատին է սազական եւ արժանի։ Եվ ինչքան պետք է շարունակվի այս կռապաշտությունը մեր ժողովրդի մեջ։ Սրբությունը Սուրբ վայրում պետք է պահել, հորդորեց Սրբազանը, ավետարանը ոչ մեկի սեփականությունը չէ, այն Տիրոջն է պատկանում։ Աստուծո համբերությունը անսահման է, բայց մենք ժամանակավոր ենք։ Եվ մեր ժամանակավոր լինելով Աստծո համբերության անսահմանությունը կարող է մեզ համար լինել ժամանակավոր։ Եվ Աստված մի արասցի, որ մեզանից որից է մեկը հանդիպի Աստուծո համբերության սպառմանը։ Աստված մի արասցի։ Հեղինե Մանուկյան, Խաչատուր Ազդարար։
Դեկտեմբերի 22-ին Գյումրու Կարամուրզայի անվան պետական երաժշտական քոլեջում կայացել է ամփոփիչ համերգ, ամփոփվել է քոլեջի ուսումնական տարի։ Համերգը նաև հոբելյանական էր, նշվել է քոլեջի գործունեության 80-ամյակը։ Բավականին երկար եւ դժվարին ճանապարհ է անցել կրթօջախը, մեծ ձեռքբերումներ, վերելքներ եւ նաև վայրեջքներ է ունեցել։ Կարամուրզայի անվան երաժշտական քոլեջի սաները նաև միջազգային տարբեր մրցույթ փառատոների դափնեկիրներ են։ Քոլեջը հիմա 100-ից ավելի սան ունի, նրանց թիվը մշտապես աճում է։ Միջոցառմանը սաները տարբեր երաժշտական համարներ են ներկայացրել եւ շնորհավորել իրենց սիրելի կրթօջախի ծննդյան օրը։ Եվս մեկ բարձր տրամադրությամբ հավաքույթ է, այդտեղ նշելու ենք մեր 80-ամյակը, մեր ուսանողների, դասախոսների կատարած աշխատանքն ենք ներկայացնում։ Երաժշտական քոլեջը այն կրթօջախն է, որը նպաստել է Լենինականի մշակութային կյանքի զարգացմանը։ Տարին մենք ընդունում ենք այն ժամանակ, նշում ենք ավելի ճիշտ այն ժամանակը հատվածում, երբ ոգևորված են երեխաները, երբ հետաքրքրված են արվեստի տարբեր ճյուղերով եւ մենք ունենք երեխաներ, ուսանողներ, որոնց հաջողությունները մեզ թույլ է տալիս ասելու, որ Գյումրեց ինչ կանել ընկճվի, ամենայն դեպս նրա հողը շատ բերի է եւ այն տաղանդները, այն տաղանդաշատ երեխաները, ովքեր որ ծնվում են այս հողի վրա, չեն կարող չհղկել մեր ոչ պակաս տաղանդավոր մասնագետների շնորհիվ իրենց տաղանդը եւ տալ համապատասխան արդյունք։ Երկու 2014-ին Գյումրին սպորտի բնագավառում ունեցավ բազմաթիվ ձեռքբերումներ։ Թեկուզ մարզադպրոցներում խնդիրները շատ են, սկսած շենքային պայմաններից, վերջացրած մարզական գույք։ Այնուամենայնիվ գյումրեցի մարզիկները տարբեր մրցասպարեզներում կանգնել են բարձր պատվանդանների։ Սպորտի բնագավառում գյումրեցիների նվաճումները դուրս չեն մնացել նաև իշխանությունների ուշադրությունից։ Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում Հայաստանի Հանրապետության նախագահի 2014 թվականի լավագույն քաղաքային մարզական համայնք ստուգատեսում առաջին տեղը շնորհվել է Գյումրի քաղաքին։ Որպես մրցանակ տրամադրվել է 1.5 միլիոն դրամ։ Հատկացված գումարի շրջանակներում քաղաքի թվով 15 մարզադպրոցից 10-ի համար գնվել են համակարգիչներ։ Մինչև մի հատ լուրջ համակարգիչ չեք էլ ունեցել, չէ՞։ Հələ բարձրացրեք դպրոցներ, որ համակարգիչ ունեք։ Որևէ մեկը չունի, մենակ դու, հա։ Հա, էլի կիսարպերա։ Համերտանիք ձեր հաշվապահությունը նորմալ ծրագրով կարող եք իրականացնել։ Լուրջ արդյունքներ ունեցանք եւ այսօրվա դրությամբ մենք ճիշտ ասած ուրախ ենք, որ այսպիսի լավ քաղաք ունենք սպորտային։ Ես որպես քաղաքապետ իմ այն ուղղություններից մեկը, որ ասել եմ մշակույթի եւ սպորտի քաղաք պետք է լինի, սպորտային քաղաքը պետք է մենք կարողանանք իրոք իլուր աշխարհի ասել, որ Գյումրեցին հզոր մարդ է եւ նա կարող է բոլոր, ուրեմն նաեւ մրցանակներ շահել բոլոր տեղերում Եվրոպայում, ընդհանուր աստվածտա, որ օլիմպիական չեմպիոններ ունենանք։ Ուշադրության հետևանքներն են, որ շարունակություն է, որ այսօր մեր քաղաքում էլ ավելի բարձրացել է սպորտային արդյունքները, այսօր 10 լավագույն ելույթության ժամանակ ինչպիսի քննարկումներ էր գնում եւ պայքարում, ընդհանուր 30 մարզիկի ենք ընտրել, այստեղ համարել են ուրախ, բոլորն ուրախ են, մենք ունենք երեխաներ, քանակ կա մեդալների, որը կարող ենք պայքարել, ինչու՞ չէ, մեկը կարող է դժգոհել, մեկը լավ զգալու դատախտասնյակ, բայց համենայնիվս պայքար կա։ Նյու Յորքի հանրահայտ Madison Square Garden մարզահամերգային համալիրում դեկտեմբերի 21-ին հայ ըմբշամարտիկ աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը հաղթանակ է տարել Միացյալ Նահանգների ուժեղագույն ըմբիշներից մեկի Կայլ Դեյքի նկատմամբ 6-3 հաշվով։ Մենամարտից հետո Ջուլֆալակյանը կիսվել է իր տպավորություններով կատարելով գրառում Facebook-ի իր էջում։ Հայ ըմբշամարտիկը մասնավորապես նշել է, որ սա պատմական իրադարձություն էր նախ այն պատճառով, որ Հայաստանը ներկայացնող առաջին մարզիկն էր
գալիս այդ դահլիճում, որտեղ ներկա էր 6000-ից ավելի հանդիսատես։ Ջուլ Ֆալակյանը նաև նկատել է մրցավարի և կազմակերպիչների կողմնակալ վերաբերմունքը, սակայն վստահ հաղթանակ տոնած Հայ մարզիկը այդ ամենը գնահատել է որպես լավ փորձ հետագայի համար։ Այսքանը, հետևեք նորություններին, այցելելով նաև մեր ինտերնետային կայք 3w.ցայք.am, հաջողություն։